Ոլորտում եմ 2000 թվականից արդեն 26 տարի է։ Կարծում եմ, որ այս աշխատանքում պետք է աշխատի այն անձը անհատը, ով սիրում է մարդուն, գնահատում իր արժեքները։ Այլևս նպաստի նշանակմամբ մենք չենք զբաղվում, որպես սոցիալական աշխատող իրականացնում ենք դեպքի վարում։ Այն է անապահով կամ կյանքի դժվարին իրավիճակում հայտնված ընտանիքի հայտնաբերում եւ ըստ կարիքների, ըստ առաջնահերթության ընտանիքի կարիքների բավարարում։ Ին համակարգի շրջանակում թղթաբանությունը բավականին շատ էր, ընտանիքների հայտնաբերումը, փաստաթղթերի ձևակերպում, դրանց մուտքագրում, տունայցի իրականացում, այնուհետև նոր նպաստի նշանակում, ժամանակատար էր այն։ Առաջնահերթ քայլը իմ աշխատանքում լսել Շահառուի կարիքները, հասկանալ խնդիրները, ինչի համար է Շահառուն հայտնվել նման իրավիճակում, ինչ կարող ենք անել նրան կամ ընտանիքին այդ իրավիճակից հանելու համար։ Մշտադիտարկման արդյունքում եկել եմ հերթական այցի ձեզ մոտ, որպեսզի հասկանամ խնդիրները հաղթահարել ենք, թե դեռ ունենք որոշակի խնդիրներ։ Երկուսով եք ճիշտ է բնակում դուք եւ Մարիամը։ Մարիամ ջան, նստի տեսնեմ, ինչ ես սովորել նկարել։ Սիրունա, գունավորում ինքնուրույն ես անում։ Բա, տեսնեմ։ Հին անապահության համակարգում Շահառուն մեկ ուղղություն ուներ դիմելու։ Դա անապահության նպաստներ, ընտանեկան նպաստ, սոցիալական նպաստներ։ Եվ դա կարծես նրա մոտ սովորություն էր կարծես ձևավորվել, որ ինքը պարբերաբար յուրաքանչյուր ամիս այդ որոշակի գումարը պետքա ստանա։ Նոր համակարգում արդեն չկա այդ կախվածությունը, պետք է ինքը ակտիվանա, աշխատանք գտնի կամ օգտվի մեր զբաղվածության կողմից առաջարկվող ծրագրերից, մատնահարդարման աշխատանքներ է, ճիշտ է ուսում։ Գոհ եմ։ Ամեն դեպքում նոր բան է, էլի, սովորես հետագայում աշխատել։ Առողջապահական ծառայություններ կամ պետպատվերի շրջանակում։ Հա, դրանից դեռ չեմ օգտվում, բայց պիտի օգտվեմ։ Կարող ես դիմել, անվճար դեղորայք, բժշկական ծառայություններ, հաջողված դեպքերի քննարկումներ, դեպքերի ճիշտ վերլուծություններ, դեպքերի ճիշտ վարում ըստ Շահառուի շահի եւ ի վերջո հաջողված արդյունքներ։ Սա եմ համարում իմ աշխատանքի հաջողված արդյունքը։